Բարի երեկո, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Գառնի Մթավյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա գլխավոր իրադարձությունները Հայաստանից և աշխարհից։ Էժան բենզին, անվտանգության հաշվին կամ ադրբեջանական վառելիքի թանկ գինը։ Նոր օրենք մեդիաների համար, որոնք են նախագծի տողատակերը։ Հայազգային կոնգրեսն ունի վարչապետի թեկնածու, ինչ է առաջարկում թեկնածուն։ Որոնք են քաղաքացիական պայմանագրի ցուցակը համալրելու չափանիշները և ովքեր արդեն տեղ ունեն իշխող ուժի ընտրական ցուցակում։ Տպավորություն է, որ խաղաղության օրակարգն արդեն իրականություն է։ Համենայն դեպս գործող իշխանությունը պարբերաբար հայտարարում է այդ մասին, մեջբերելով փաստեր, օրինակ Ադրբեջանի տարածքով ու Ադրբեջանից Հայաստան եկած ապրանքները։ Սակայն Բաքվից եկող ազդակները հստակ ապացույց են, որ խաղաղության դիմաց պահանջվող գինը շատ թանկ է։ Ադրբեջանը դրա դիմաց պահանջում է սեփական անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ են Հայաստանի սահմանադրության փոփոխություն եւ թրիփ նախագծով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում։ Բայրամովը նաեւ խոսել է հայ-ադրբեջանական հարաբերություններում թուրքական ներգրավվածության մասին։ Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանին Հայաստանին վերաբերող հարցերում։ 44-օրյա հայրենական պատերազմից հետո Թուրքիայի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես իրականացվել է համակարգված ձևով։ Սա դրական արդյունքներ է տալիս։ Իմ գործընկեր Հական Ֆիդանը նույնպես Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները կախված են Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերություններից։ Վստահ եմ, որ այս աշխատանքը կշարունակվի։ Սակայն հայտարարություններից անդին այլ գործընթացներ են տեղի ունենում։ Ադրբեջանական բենզինի վաճառքը Հայաստանում դիվանագիտական կորպուսը ներկայացնում է հարաբերությունների կարգավորման տեսանկյունից, տնտեսական դաշտը նոր բիզնես հնարավորությունների ու սպառողի գրպանի հարմարավետության, փորձագիտական դաշտը ահազանգ է հնչեցնում։ Մի քանի դրամ էժան վառելիքը շատ թանկ կարող է արժանալ մեր անվտանգության համար։ Տնտեսական գործարքի անվտանգային հետևանքները ռեպորտաժում։ 2025-ին Հայաստան է ներմուծվել 300,000 տոննա բենզին։ Ադրբեջանական վառելիքի առաջին խմբաքանակը, որն ընդամենը 1300 տոննա է, Ռուսաստանից, Իրանից, Ռումինիայից եւ այլ երկրներից մատակարարումների համեմատ չնչին է։ Սակայն անգամ այդ չնչին թվերը կարող են թաքցնել անվտանգային լուրջ ռիսկեր։ Ադրբեջանի պետական բյուջեի մուտքերի 40%-ից ավելին այս տարի վառելիքի շուկայից է ձևավորվել։ Սա բառացին է սրանակը, որ Հայաստանի Հանրապետությունը սկսում է ֆինանսավորել Ադրբեջանի ռազմական բյուջեն, որտեղ սա էլ եմ ուզում հատուկ Ադրբեջանի ռազմական բյուջեն ձևավորվում է հենց նավթի վաճառքից եւ հիմնականում իրաց պետական բյուջեի ամբողջ առույցի բաժինը գալիս է նավթային իրենց հիմնադրամից, որտեղ գումարը գնում է հենց այդ նավթի վաճառքին։ EA95 տեսակի բենզինը, որը ներկրվեց Հայաստան, Ադրբեջանում լայն արտադրություն չունի, քանի որ Ադրբեջանը նավթամշակման այդ մակարդակի գործարաններ չունի։ Պրեմիում բենզինը Ադրբեջանն ինքն է ներկրում Ռուսաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից։ Հայտարարություն եղավ ադրբեջանական մամուլով, որ առհասարակ պրեմիում տեսակի բենզին չեն նախատեսում հաջորդ տարի արտահանել, սա ըստ էության ադրբեջանական կողմի համար եւ հայկական կողմի հետ համաձայնեցված քաղաքական գործարք էր, նպատակ ունենալու ազդակ փոխանցել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հանրությանը, որ մենք շարժվում ենք այսպես խաղաղ օրակարգով։ Եթե անգամ Ադրբեջանից Հայաստան վառելիքի ներկրումը երկարաժամկետ լինի, Հայաստան չի ներկրվելու նույն տեսակի բենզին։ Տնտեսագետի կարծիքով EA95-ը կփոխարինվի այլ տեսակի վառելիքով։ Նրանք տարեկան արտանում են մոտ 714,000 տոննա դիզել, այսինքն իրենց մոտ դիզելն է ավելի համատաբար լավ ստացվում։ Ինձ թվում է հաջորդ գործարքը կարող է լինել հենց դիզելի մասով, այսինքն նրանք փորձեն դիզել ուղարկել Հայաստան, քանի որ մեծ քանակությամբ դիզել են արտադրում։ Հայաստանի վառելիքի շուկայի մոտ 70%-ը բաժին է հասնում Ռուսաստանից ներկրված նավթամթերքին։ Թաթուլ Մանասերյանը կարծում է, իշխանություններն այս քայլով նաև փորձում են նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից, բայց ըստ նրա այստեղ շատ ավելի խորքային խնդիրներ կան։ Եթե շուկայում նման գինը պահպանվի եւ ներմուծումները հանկարծակի դադարեցվեն, դա կարող է մեծ տնտեսական ռիսկեր ստեղծել։ Հայաստանը ասած կդիվերսիֆիկացնի իր ներմուծումը, որ հիմա ունի, ասենք, Ռուսաստանից, բայց փոխարենը ոչ մի երաշխիք չի ունենա, որ ցանկացած պահին դա կարող է ընդհատվել։ Ես շատ այս հարցում լավատես չեմ։ Միայն
ոչ թե խաղաղության համաձայնագիր, այլ անվտանգության լուրջ համակարգ ձևավորելուց հետո Հայաստանը կարող է համագործակցել, բայց դա էլ աստիճանաբար, որովհետև ռիսկերը շատ ավելին են, քան հնարավոր օգուտները։ Ռիսկերը միայն տնտեսական չեն։ Այս տարի Ադրբեջանը ռազմական բյուջեին հատկացրել է մոտ 4.5 միլիարդ դոլար, ինչը շուրջ 1 միլիարդով ավել է նախորդ տարվա համեմատ եւ 2.9 միլիարդով գերազանցում է Հայաստանի 2025 թվականի ռազմական բյուջեն։ Այս պայմաններում ադրբեջանական վառելիքի ներմուծումը պարզապես տնտեսական հաշվարկ չէ, ասում են զրուցակիցներս։ Փոքր ծավալով սկսված այս գործարքը կարող է դառնալ երկարաժամկետ քաղաքական ու տնտեսական գործընթացի սկիզբ, իսկ հարցը մնում է բաց։ Հայաստանը պատրաստ է տնտեսության համար վճարել ոչ թե դրամով, այլ անվտանգությամբ։ Զուգահեռ Բաքվի դատարանում շարունակում են քննել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ գործերը։ Դատավարությունը մոտենում է ավարտին, արդեն հնչում են եզրափակիչ ելույթները եւ ամենայն հավանականությամբ վճիռները կհրապարակվեն մինչեւ տարեվերջ։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը ըստ ադրբեջանական լրատվամիջոցների չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները։ Հրաժարվել է նախաքննական ցուցմունքներից եւ դատարանին կոչ արել հիմք ընդունել դատարանում ասած իր խոսքը։ Եզրափակիչ ելույթով հանդես են եկել նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, ամբողջությամբ հերքելով մեղադրանքները։ Հիշեցնեմ, որ այս դատավարություններն ընթանում են առանց անկախ դիտորդների եւ միջազգային լրատվամիջոցների մասնակցությամբ։ Իդեպ Ռուբեն Հայրապետյանի թիմի շնորհիվ Ռուբեն Վարդանյանի մասին ադրբեջանցիների ստեղծած կեղծ տեսանյութը YouTube-ում արգելափակվել է։ Հիշեցնեմ, որ ադրբեջանական մամուլում շրջանառվում էր ֆիլմ Ռուբեն Վարդանյանի մասին, որում նրան ներկայացրել են իբր անջատողական։ Խորհրդարանի ընտրությունից 6 ամիս առաջ քաղաքական դաշտը եռում է, հնչում են կոնկրետ հայտարարություններ ու առաջարկներ։ Հայ ազգային կոնգրես կուսակցությունն ունի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։ Ըստ Մանուկյանի այս որոշումը նախապես քննարկել եւ համաձայնեցրել են նաեւ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Միաձայն եւ հանրապետական խորհուրդը եւ կուսակցության գործադիր մարմինը վարչությունը կայացրել է որոշում 1 մասնակցել առաջիկա ընտրություններին, որոշում 2 կուսակցության թեկնածու, վարչապետի թեկնածու առաջադրել վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։ Մենք խիստ կարևորում ենք առաջիկա ընտրությունների մեր մասնակցությունը, այն բացարձակ սովորական ընտրություններ չի, խորհրդարան մտնելու խնդիր չէ բացարձակ, մենք այն գնահատում ենք այսպես, մեր երկիրը գտնվում է վտանգավոր ինքնիշխանության կորստի փուլում։ Զուրաբյանը ներկայացրել է կուսակցության ծրագիրը շեշտը դնելով երկրի զարգացման վրա։ Նրա խոսքով առաջարկում են իրական խաղաղություն ապահովող նախագիծ, հյուսիս-հարավ երկաթուղու կառուցումը, որը կարևոր է Հայաստանի տնտեսական եւ տրանսպորտային հոսքերի զարգացման համար։ Լսենք նրա անսուլիսի առանցքային կետերը։ Գալով իշխանության մենք որքան էլ դժգոհ լինենք Թրամփի ուղու վերաբերյալ պայմանավորվածություններից, այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության ստանձնած բոլոր պարտավորությունները կատարելու ենք։ Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ այն շատ թերի է։ Թրամփի ուղին ստեղծում է աշխարհաքաղաքական բախում, քանի որ դուրս են մնում մի շարք կարևոր խաղացողներ՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը եւ այլն։ Այն միակողմանի օգուտներ է բերում մի քանի գերտերությունների։ Թրամփի ուղու միջոցով մեր բոլոր կոմունիկացիաները հայտնվում են Ադրբեջանից կախվածության մեջ։ Մենք ենթարկվելու ենք բազմաթիվ ճնշումների Ադրբեջանի կողմից եւ քաղաքական եւ տնտեսական։ Մեր առաջարկած հյուսիս-հարավ երկաթուղին կկառուցվի Գագարինից, կկապի Հայաստանն Իրանի հետ։ Եթե սա իրագործվի, կստեղծենք Հայաստանի համար բոլորովին նոր իրավիճակ։ Առաջին անգամ Հայաստանն ինքն իր տարածքի հետ կկապվի։ Հայաստանի միջոցով կապելու ենք Սև ծովը Պարսից ծոցի, Հնդկական օվկիանոսի հետ։ Բեռնափոխադրումների լուրջ ծավալ կարող է իրականացվել այս երկաթուղով։ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնությունը բացել է իր տարածքային գրասենյակը Հրազդանում։ Նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն իր խոսքում շեշտել է, որ իրենց նպատակը միասնական ուժերով գործելն է, երկիրը առաջ տանելու եւ առկա խնդիրները համատեղ լուծելու համար։ Իսկ ո՞րն է նախաձեռնության ծրագիրը, ռեպորտաժում։ Հայաստանում այսօր մարդիկ վստահ չեն, որ իրենց խնդիրները որևէ մեկին հետաքրքրում են։ Միասնության թևերը Հրազդանում էր վստահեցնելու, որ ոչ միայն լսելու են մարդկանց խնդիրներն, այլև գույքագրելու են ու փորձելու լուծել։
Միասնության թևեր նախաձեռնության 7-րդ գրասենյակը բացվեց։ Չնայած ձյան առատությանը հրազդանցիները հավաքվել էին ոչ միայն ներկա լինելու, այլև հարցեր տալու։ Բնակիչներին հուզող հարցերն ու մտահոգությունները շատ են, սպասել չկարողացան։ Ես ուզում եմ ձեր մեջ գտնեմ ամենահայրենասերին, ամենաճկուն քաղաքականագետին, ով կկարողանա այս վիճակից հանել այս խեղճ ու կրակ հային, վախ հայ։ Նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը դիմեց հավաքվածներին ընդգծելով, որ այսօր առաջնահերթ է ոչ թե բաժանումը, այլ միասնությունը։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպանն ասում է, միայն միասնական մոտեցմամբ է հնարավոր հաղթահարել ստեղծված խնդիրները։ Մեր նպատակն է միավորված գործել, որպեսզի մենք կարողանանք մեր երկրում, մեր երկիրը տանել առաջ եւ մեր առջև ծառացած խնդիրները կարողանանք միամուր բոլորով լուծել։ Դրա համար է նաեւ որ մենք աշխատում ենք մասնագետներով։ Ցավոք սրտի մեր երկրում այսօր կան խնդիրներ, որոնք աճում են, օրինակ միայն միավորված ազգերի կազմակերպության տվյալներով Հայաստանում արդեն այսօր բնակչության 14.4%-ը 65 տարեկանից բարձր է։ Թաթոյանը ներկայացրեց նաև նախաձեռնության սոցիալական ուղղությունները, նշելով, որ մասնագիտական հաշվարկներով Հայաստանում հնարավոր է ապահովել անվճար կրթություն եւ առողջապահություն ճիշտ կառավարման եւ քաղաքական կամքի պայմաններում։ Մեր երկրում պետք է փոխվի ամբողջությամբ մարդու նկատմամբ վերաբերմունքի տրամաբանությունը։ Եթե մենք չունեցանք առողջ մարդիկ մեր երկրում, թե ֆիզիկապես, թե հոգեպես, մենք չենք ունենալու առողջ պետություն, մենք չենք կարողանալու առաջ տանել մեր պետությունը այնպես ինչպես պետք է։ Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև արտաքին քաղաքական կողմնորոշմանը։ Մարդկանց ամենից շատ հուզող հարցերից մեկն էլ Հայաստանը, որ երկրի վրա հույս դնի։ Թաթոյանի խոսքով Հայաստանը պետք է հենվի սեփական կարողությունների վրա, միաժամանակ վարելով հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Մենք պետք է հույսներս դնենք մեր վրա։ Սխալ է այն տրամաբանությունը միշտ եղել, որ մենք ինչ-որ տեղեր հովանավորներ ենք փնտրում։ Դա ճիշտ չէ։ Ինչ որ մի հովանավոր մեզ անընդհատ իր շահերի համար զոհաբերելու է։ Մենք պետք է ունենանք մեր վրա հույսներս դնենք, մենք մեզ առաջ տանենք։ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանն էլ հիշեցրեց Հրազդանի արդյունաբերական ներուժը եւ նշեց, քաղաքը կարող է կրկին դառնալ տնտեսական ակտիվության կենտրոն։ Մեր մոտեցումը հետեւյալն է, ժողովուրդ ջան, մենք իհարկե պետք է բոլոր հնարավորությունները քննարկենք, բոլոր հնարավորությունները նայենք եւ դրանք շատ մանրամասն ուսումնասիրենք, բայց քանի որ ժամանակը առաջ է գնացել եւ ընդհանրապես ամբողջ աշխարհում տնտեսությունը զարգացման իր առանձնահատկություններն ունի, մենք ունենք մեր գաղափարներն ու մեր տեսլականները կոնկրետ մեր արդյունաբերական գոտիների հայեցակարգի հիման վրա, թե ամեն մի տարածաշրջան, ամեն մի մարզ եւ ամեն մի բնակավայր ինչպիսի հնարավորություններ պետք է ունենա։ Հանդիպումից հետո քաղաքացիները ծանոթացան նորաբաց գրասենյակին, զրույցը շարունակվեց անելիքների մասին։ Նախաձեռնության հեղինակներն ասում են, այս գրասենյակը պարզապես հասցե չէ, սա փորձ է քաղաքականությունը դարձնել հասանելի, ժողովրդի ձայնը լսելի։ Սդամ Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարել է, որ առաջարկ Հայաստանի նախագիծը այս տարի ճանապարհորդել է Հայաստանի բոլոր քաղաքներով ու գյուղերով, նաև Սփյուռքի համայնքներով։ Մարդիկ ակտիվորեն մասնակցել են, ներկայացրել իրենց մտքերն ու առաջարկները, երկրում առկա խնդիրները լուծելու համար, ու հենց իրենց մասնակցությամբ նախագիծն ավելի արժեքավոր է դարձել։ Ծառուկյանը նշել է, որ նոր տարվա առաջին իսկ օրերից սկսելու են նոր առաջարկների մշակումն ու հրապարակումը։ Այս տարի եւս բոլորիս մտքերում գերության մեջ գտնվող մեր արժանապատիվ հայրենակիցներն էին, որոնք ցավոք դեռևս չեն վերադարձել տուն։ Մենք ամեն վայրկյան պարտավոր ենք հիշել նրանց մասին, որպեսզի նրանց ազատությունն իրականություն դառնա։ Այս տարի եւս մեկ դժվար տարի էր Արցախի մեր հայրենակիցների համար, եւ մենք ամեն կերպ փորձել ենք աջակցել նրանց խնդիրների լուծմանը։ Աջակցությունն անպայման շարունակվելու է գալիք տարի։ Վստահ եմ, որ իր ավանդույթների ամրության եւ իր վեհության շնորհիվ մեր եկեղեցին կհաղթահարի դժվար փուլը եւ կշարունակի լինել աշխարհասփյուռ հայությանը միավորող կարևորագույն կենտրոն։
Իսկ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը համալրում է ցուցակը տարբեր մասնագիտության տերմարդկանցով՝ դերասան, թաղապետ ու լրագրող։ Նորեկների նկատմամբ կարծես սահմանափակումներ չկան, փոխարենը ցուցակից դուրս են մնում գործող падգամավորները։ ԿՊԵ-ականներն ասում են, կան հստակ չափանիշներ, որի համաձայն էլ համալրում են շարքերը, իսկ փորձագետների խոսքով կուսակցությունը վերադասավորումների փուլում է։ Ինչ տեխնոլոգիա է կիրառում ԿՊ-ն, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Դերասան, թաղապետ, լրագրող, բժիշկ։ Բազմազան է քաղաքացիական պայմանագրի 2026 թվականին նախընտրական որոշակի չափով հայտնի ցուցակը։ Այդ մարդիկ մեր կուսակցական ընկերներն են եւ այսպես թե այնպես մեր կուսակցականներից յուրաքանչյուրն էլ կարող էր գնահատելով իր հնարավորությունները, հմտությունները, կարող էր առաջադրվել եւ այս առումով բաց ա եղել։ Իդեպ բաց ա եղել նաեւ առաջադրումը ոչ կուսակցական քաղաքացիների համար եւ մենք ունենք նաեւ ոչ կուսակցական մարդիկ բավականին մեծ թվով, որոնք դիմել են եւ որոշները բնականաբար հաստատվել են։ Պատգամավոր դառնալու հավակնություն ունի դերասան Գոռ Համբարձումյանը։ Արմդուրի տեղեկություններով դերասանը ջերմ հարաբերություններ ունի իշխող ուժի վերնախավի եւ հանրային հեռուստաընկերության ղեկավար կազմի հետ։ Մամուլը գրում է նաեւ Քանաքեր Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի առաջադրման մասին։ Թե ովքեր կարող են ընդգրկվել նախընտրական ցուցակում, որոշվում է հստակ չափորոշիչներով, ասում է քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Մենք նման տեխնոլոգիա չենք կիրառել, պարզապես կան մարդիկ, որոնք այո, դերասանական գործունեությամբ է զբաղվել, բժիշկ է, տարբեր մասնագիտությունների տեր անձիկ կան, որոնք ով հարմար է գտել, առաջադրվել է եւ մենք որպես տեխնացու լսում ենք այդ մարդկանց եւ կամ հաստատում կամ չենք հաստատում։ Մինչդեռ քաղաքագետ Հակոբ Բադալյանը հակառակն է պնդում։ Հայտնի եւ լսարան ունեցող դեմքերի ներառում են պարզ քարոզչություն կատարելու համար։ Իհարկե բնականաբար փորձում են նաև այդ մարդկանց հեղինակությունը եւ այդ մարդկանց ճանաչվածությունը ծառայեցնել իրենց քաղաքական նպատակներին, ծառայեցնել ձայն հավաքելու, քվե ստանալու խնդրին, սա բնորոշ է այն կառավարող ուժերին, որոնք առանձնապես չունեն քաղաքական առումով մեծ հանրային վստահելիություն կամ հեղինակություն։ Այս մեթոդը կիրառվել է նախկինում եւս, նշում է քաղաքագետը։ Նրա խոսքով քաղաքացիական պայմանագիրն ու ղեկավար Նիկոլ Փաշինյանն ունեն շատ ցածր ռեյտինգ եւ նրանց ձայներ ստանալու համար անհրաժեշտ են այսպես կոչված բարի, սիրված կերպարներ։ Այդ երկիշներ, դերասաններ կամ եւ ինչեր իրենք ինչ գործ ունեն խորհրդարանում ես չգիտեմ, բայց քանի որ գործող իշխանությունը դա պոպուլիստական իշխանություն է, իրենք դեմագոգիայով են հիմնականում զբաղվում եւ նման եղանակներով փորձում են հանրության վրա ներգործել եւ ցավոք սրտի հանրության մի զգալի հատվածը նման կերպ է մոտենում, այլ ոչ թե չի հասկանում, որ պետության կառավարումը լուրջ աշխատանք է։ Ինչպես են վերադասավորվում ԿՊ-ում։ Մամուլը գրում է, որ քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակում տեղ չի ունենալու Հայկ Սարգսյանը։ Նա իդեպ լարված հարաբերություններ ուներ Ալեն Սիմոնյանի հետ։ Նշվում է, որ դուրս է մնացել նաև Նիկոլ Փաշինյանի աներձակ Հրաչյա Հակոբյանը։ ԿՊ նախընտրական ցուցակում հրաժարվել է առաջադրվել ազգային ժողովի падգամավոր Լիլիթ Կիրակոսյանը։ Անձնական հարցերից ելնելով չեն առաջադրվել նաև Քրիստինե Պողոսյանն ու Լենա Նազարյանը։ Մրցակցությունը ըստ մամուլի Արփի Դավոյանի եւ Լուսինե Բադալյանի միջև է։ Ցուցակից դուրս է մնացել նաև օլիգարխ ԿՊԱ-ական падգամավոր Խաչատուր Սուքեսյանը։ Մամուլի հրապարակումների համաձայն իշխանական թիմը փորձում է քաղաքական դաշտ ներգրավել նաև թաղային հեղինակություն ունեցող մարդկանց։ ԿՊԱ-ական падգամավոր Հասմիկ Հակոբյանը սա հերքում է, նշելով, որ կուսակցությունում գործում են հատուկ ընթացակարգեր, որոնցով անցնում են բոլորը, ներառյալ վարչապետը։ Բոլոր տեխնացուները անցել են նույն ընթացակարգով, այդ թվում վարչապետը, եւ դուք անգամ տեսանյութում տեսած կլինեք, որ վարչապետն էլ կանգնում է որպես տեխնացու եւ ելույթ է ունենում, տեսանյութում դա երևում է, եւ ինչպես մնացած տեխնացուները վարչապետը եւս անցել են նույն ընթացակարգով, ուզում եմ ասել, նույն քննարկման, հարց ու պատասխանի եւ քվեարկության ընթացակարգով, ինչ բոլոր մնացած տեխնացուները։ Սակայն քաղաքագետները պնդում են, այդ ընթացակարգերը ձևական են։ Ստեփան Դանիելյանի խոսքով խորհրդարանում պետք է տեղ զբաղեցնեն քաղաքականության, տնտեսագիտության եւ կառավարման ոլորտներում փորձ ունեցող մարդիկ, ոչ թե պարզապես հանրային համակրանք վայելող դեմքեր, սիրված դերասաններ։ Իրենց հիմնական զանգվածի համար նրանց ինտելեկտուալ դեմքեր պետք չեն, քաղաքական դեմքեր պետք չեն, իրենց պետք են մարդիկ, որոնք մանիպուլյացիայով զբաղվեն, որոնք սոցիալ դեմագոգիայով զբաղվեն եւ կարողանան ազդել այդ հանրույթի վրա
որը իրանց պոտենցիալ ընտրազանգվածներ։ Այդ բարձ պատճառով իրենք ընտրել են մարդկանց, որոնք ունեն մեծ լսարան։ Քաղաքացիական պայմանագիրը խորհրդարանական ընտրություններում կուսակցության նախընտրական ցուցակը հաստատելու է դեկտեմբերի վերջին։ Այս պահին քանի հոգի են արդեն ընդգրկվել, նրանց անունները հստակ կարող են նշել հարցին, Հասմիկ Հակոբյանն ասաց, որ դեռ չեն հաշվել։ Երբ որ մենք ունենանք վերջնական տեսք, դա կհրապարակվի եւ բոլորդ կտեսնեք ովքեր են ներառված։ Նոյեմբերին ՔՊ ցուցակում ընդգրկվելու համար կուսակցականները վճարել էին 500,000, ոչ կուսակցականները 1.5 միլիոն։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ է կատարել։ Նախագծով կարգելվի սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու, բռնություն եւ դաժանություն քարոզելու նպատակ հետապնդող բովանդակության տարածումը, ապա օտարերկրյա մեդիայում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակությունը կարգելվի օրենքով։ Թե ինչպես է վերահսկողությունն իրականացվելու եւ ինչ է թաքնված նախագծի տակ, պարզաբանում է իրավաբանը։ Կարծում եմ այդ օրենսդրական փոփոխությունը հատկապես արտաքին մեդիայի հետ կապված վտանգավոր տարրեր է պարունակում։ Ստացվում է գործնականում, եթե Հայաստանի վերաբերյալ որևէ հեղինակություն վայելող միջազգային լրատվականում որևէ լուր տարածվի կամ որևէ դիրքորոշում կարծիք, այսինքն երկրի ներսում գտնվող լրատվական կայքերը ստացվում է, որ սահմանափակված են, կապարված են։ Եթե այդպես բան արվի, կարծում դա հերթական հարվածն է ժողովրդավարությանը, խոսքի ազատությանը։ Վրաստանն ակտիվ ջանքեր կգործադրի Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորելու համար, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԻՄԵԴ-ի հեռուստաալիքի հետ զրույցում։ Նա նշել է, որ իր կարծիքով հաջորդ տարին լի կլինի փոփոխություններով։ Վարչապետն ընդգծել է, որ Վրաստանի հետ առողջ հարաբերությունների վերականգնումը բխում է ԵՄ շահերից։ Սուրբ Ծննդյան օրը Կալիֆոռնիայի Անթելոփ հովտի բնակելի փողոցում կրակոցներ են հնչել, որի հետևանքով դեռահաս է զոհվել, իսկ 4-ը վիրավորվել։ Լոս Անջելեսի շրջանի շերիֆի դեպարտամենտի տվյալով ոստիկանները փողոցում գտել են 16-ամյա անգիտակից տղայի, որը մահացել է։ Ուկրաինայում խոսում են առաջիկա օրերի վճռորոշ նշանակության մասին։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մինչև նոր տարի կարող են կայացվել կարևոր որոշումներ։ Նրա խոսքով ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստամ Ումերովը տեղեկացրել է ամերիկյան կողմի հետ վերջին շփումների մասին, իսկ Դոնալդ Թրամփի հետ արդեն պայմանավորվածություն կա մոտ ապագայում բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի ամփոփիչ թողարկումը եթերում կլինի ժամ 21-ին, կհանդիպենք։